Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը դերասանուհի Սիլվի Բարկովան է։ Ողջույն Սիլվի։ Ողջույն Անահիտ։ Բարի գալուստ հայրենիք, ես խոստացել եմ, որ քո ամեն գալուց ես քեզ պետք է հրավիրեմ հաղորդման հյուր, որպեսզի միասին հասկանանք, թե ինչ փոփոխություններ են կատարվել եւ կատարվում քո կյանքում։ Շատ շնորհակալություն կարելի է իմանալ ում եք խոստացել։ Նախորդ եթերի ժամանակ ես խոստացել եմ, այո։ Նախ ուզում եմ պատմեք վերադարձի պատճառի մասին։ Հերթական վերադարձն է, կարոտել եք ընտանիքը, կարոտել եք հայրենիքը եւ ինչ փոփոխություններ եք այսօր տեսնում Հայաստանում։ Հա, վերադարձել եմ 2 տարի, 2 ամիս հետո, կարծում եմ բավականին երկար ժամանակ է անցել։ Իհարկե միանշանակ կարոտն է միշտ բերում մեզ այստեղ, ինչ ուրիշ պետքա բերի։ Սիլվի, որն է պատճառը, որ ավելի հաճախ չեք գալիս Հայաստան։ Երևի այնտեղի կենցաղը, չգիտեմ, չեմ կարող ասել։ Երևանում ինչն է ձեզ համար տարբեր։ 2.5 տարի առաջ թողեցիք Երևանը, որ դուք շատ սիրում եք, գնացիք Հնդկաստան, երբ վերադարձաք, ինչ տեսեք, ինչ է փոխվել։ Մարդիկ են փոխվել, անկեղծ ասած։ Այս դեպքում պետք է մի քիչ բացասական առումով ասեմ։ Մի տեսակ այն մենտալիտետը, այն արժե համակարգը, որը որ ես ու մենք մեծացել ենք, կարծես թե ոնց որ էլ գոյություն չունի։ Այդ մի քիչ խորթություն է բերում։ Երբեմն լինում է այնպիսի տպավորություն, որ քայլում ես քո երկրում, ամեն ինչ քոնն է, ծանոթ է, բացի մարդկանցից։ Բայց փառք Աստծո նաև պահպանվել են այնպիսի մարդիկ, որոնք որ դեռ կրում են մեր արժե համակարգը, մեր արժեքները ու այդ մի քիչ մխիթարում է։ Սիլվի, ուզում եմ պատմեք վերադարձի մասին, որդու հետ եք եկել, ով 2.5 տարեկան է, եթե չեմ սխալվում, ինչպես եղավ իր եւ հայրիկի բաժանումը, որովհետեւ 2.5 տարի անդադար աչքիդ առաջ տեսնելուց հետո, իսկ երբ որ դուք գալիս եք Հայաստան, գալիս եք անժամանակ, մինչև չտանեն ձեզ այստեղից։ Ինչպես տեղի ունեցավ բաժանումը։ Այ բավականին բարդ, որովհետև ինքը օդանավակայանում շատ էր լացում, այնքան էր լացում, որ արդեն այդտեղի աշխատողներն էին ինձ օգնում այդ մեր իրերը, ճամպրուկները, հա, իրենք արեցին նույնիսկ իմ ճամպրուկը ավել էր, իրենք դրա վրա նույնիսկ ուշադրություն չդարձրեցին, միայն թե գնացեք մխիթարեք ձեր երեխային, շնորհակալություն երեխային 1 կիլոգրամ ավել բերելու համար։ Սիլվի, տպավորությունն է, որ ձեր կյանքում առհասարակ բաժանումները շատ հաճախ են լինում։ Ու կարծես անդադար ինչ-որ մի բան կիսատ է մնում։ Ինչով է դա պայմանավորված ձեզ։ Այո, ես էլ եմ դա նկատել, մանավանդ կիսատությունը։ Այ, չգիտեմ, հոգեբանական հարց է, ինձ թվում է, որովհետև այն ինչ որ կատարվում է մեզ հետ կապ ունի մեր տրավմաների ու մեր էության հետ, այնուամենայնիվ։ Այդ պատճառով ես երևի պետք է նստեմ ինձ հետ զրուցեմ, հարցեր տամ, գտնեմ պատասխանը, որպեսզի հասկանամ ինչու է այդպես, այո։ Տեսեք, Հնդկաստանում դուք գործունեություն էիք ծավալում որպես դերասանուհի եւ կարելի ասել, որ լուրջ քայլեր էիք անում այնտեղ, որովհետեւ այդքան էլ հեշտ չէ այստեղից Հայաստանում թողնել ամեն բան եւ գնալ ու սկսել զրոյից եւ լինել անծանոթ միջավայրում, անծանոթ երկրում եւ աչքի ընկնել ու արդեն մեծ քայլերով առաջ գնալ։ Այնտեղ կարծես թե կիսատ եք թողնում, գալիս եք այստեղ առաջարկներ եւ այլն նորից կիսատ եւ ուզում եմ խոսենք Հնդկաստանի կինոարտադրության մասին առհասարակ տարբերությունները, եթե խոսում ենք կիսատ թողնելու մասին, պետք է նաեւ խոսենք տարբերությունների մասին, որովհետեւ տարբեր աստիճանների են կարծում եմ եւ ինչ որ առումով համեմատել չի էլ կարելի։ Դե պատմեք։ Այն ժամանակահատվածում համենայն դեպս, երբ որ ես եմ աշխատել TV-ում, մենք ենթադրենք ունեինք 1 կոստյումեր, հա? Իսկ այնտեղ կա գլխավոր կոստյումեր եւ ինքը ունի 4, 5, 6, 7 կախված է պրոյեկտից աշխատողներ։ Գոյություն ունի օպերատոր եւ իր հետ աշխատողներ, այսինքն այնտեղ
շատ մեծ թիմ է աշխատում, բավականին շատ տեխնիկա է օգտագործվում, բավականին շատ տեսախցիկներ են օգտագործվում, այնտեղ նույնիսկ ռեժիսորը ունի 3-4 ասիստենտ, այդպես այնտեղ ամեն ինչ շատ իհարկե շատ է։ Ես պատկերացնում եմ այդ ամենից հետո գալիս եք Հայաստան ու ինչ որ նախագծում եք ներկայանում, որտեղ մի կամերայով նկարում են նախագիծը, օրինակ։ Հա, բայց ես պետք է սա էլ նշեմ, որ ինչ ուզում ա լինի, միևնույնն է մենք շատ տաղանդավոր ազգ ենք։ Այդ մեկ տեսախցիկով եւ մեկ օպերատորը կարող է անել իսկապես, անկեղծ եմ ասում, 4-5 մարդու աշխատանք։ Այդ պատճառով երևի գալիս ենք բալանսի։ Իսկ եթե խոսենք ֆինանսական կողմի մասին, այնտեղ դուք կարողանում եք բավականաչափ գումար վաստակել լինելով սկսնակ, եթե խոսենք առաջին քայլերի մասին։ Ուզում եմ համեմատականներ անցկացնենք նաև այստեղի Լինելով սկսնակ, ես այնտեղ վաստակում եի ավելի շատ, քան երբ որ ես նկարանվում էի այստեղ գլխավոր դեր։ Հա, նախագծերում եւ սերիալներում։ Միանշանակ գումարը տարբեր է, շատ։ Սիլվի, դուք ապրելով Հնդկաստանում շատ հաճախ եք անդրադառնում Հայաստանում տեղի ունեցող իրավիճակներին։ Ես նկատել եմ, որ քաղաքական թեմայով դուք ձեր կարծիքն եք արտահայտում, որոշակի առումով նաև դժգոհություններն եք արտահայտում ու տպավորություն է, որ դուք հոգով այստեղ եք։ Բացի այն, որ ձեր ընտանիքը, ձեր հարազատներն ու մտերիմները այստեղ են ապրում, տպավորություն է, որ դուք կիսված եք եւ կան հայտնիներ, ովքեր որ գնացել են այլ երկրում բնակություն են հաստատել եւ չեն ուզում խառնվել, չեն ուզում աչքի ընկնել այդ թեմաներով։ Դուք բացառություն եք եւ կարծես թե շատ դեպքերում դուք կանգնած եք ժողովրդի կողքին։ Ուզում եմ խոսենք այդ տեսանկյունի մասին։ Տեսեք, երբ հայտնի մարդիկ են լինում այս աթոռին, ես սովորաբար հարցնում եմ, արդյոք ճիշտ է, երբ հայտնիները իրենց կարծիքը հայտնեն, որովհետև այդ առումով նրանք ճակերտավոր ասեմ, ուղեկցում են այն մարդկանց, ովքեր որ իրենց հավատում են եւ հետևում են։ Ձեր դեպքում ինչպես է։ Դուք խոսում եք, որ այն բանակը, ով սիրում է ձեզ, ով հավատում է, ով հիշում է մինչ օրս ձեզ որպես դերասանուհի, լսի ու հասկանա, թե իրականում ինչ կարծիք ունեք դուք այդ մասին։ Ես նախ իսկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել մարդկանց, այս դեպքում երևի կարող եմ ասել գրեթե բոլորին, որովհետև ինձ իսկապես հիշում են։ Ես 7 տարի է, որ Հայաստանում բացարձակ ոչ մի գործունեություն չեմ ծավալում, բայց միևնույն է, լրատվամիջոցներն են ինձ գրում, ես դրա համար ոչ մի բան չեմ անում բացարձակ, բայց ինձ գրում են, ինձ անդրադառնում են եւ ինձ հիշում են։ Իսկ կան հայտնիներ, որոնք ժամանակին բավականին հայտնի են եղել ու մարդկանց, որ ասում ես անունազգաններ, իրենք չեն էլ հիշում։ Ինչի համար որ իսկապես շատ շնորհակալ եմ եւ դա Աստծո շնորհքն է։ Ուրեմն այս ոլորտում Աստված մեծ ծրագիր ունի ինձ հետ կապված։ Ինչ վերաբերում է քաղաքականությանը, տեսեք, մենք երևի մեր խնդիրները ու առհասարակ մեզ տարանջատել ենք քաղաքականությունից, բայց չէ որ դա նույնն է։ Ես երբ որ խոսում եմ, ես չեմ խոսում քաղաքականությունից, ես խոսում եմ մեր խնդիրներից, մեզանից, որը չգիտես ինչու, ինչ որ բարակթելով տանում կապում է քաղաքականությանը։ Իրականում իմ մայրը շատ դեմ է, որպեսզի ես խոսեմ քաղաքականությունից կամ որևէ կարծիք արտահայտեմ, որովհետև ինքը ասում է, որ դա անեծք է։ Այդտեղ գործ չունես։ Ես իր հետ ինչ որ չափով համամիտ եմ, բայց դա ավելի խորը խոսելու թեմա է։ Ես իրականում դրա հետ գործ չունեմ քաղաքականության հետ, բայց ես գործ ունեմ մեր ցավի հետ, ես գործ ունեմ մեր խնդիրների հետ, որովհետև ես այս երկրի եւ այս ժողովրդի մի մասն եմ կազմում։ Իհարկե, եթե ես իմ կարծիքը հայտնեցի կամ իմ ցավը հայտնեցի, դրանով ես ոչ մի բան չեմ փոխում, բացարձակ։ Միևնույնն է, մենք հասկացանք մի բան, որ ոչ պատերազմն է փոխում ինչ-որ մեկին, ինչ-որ մի իրավիճակ, ոչ մի բան։ Արդեն լիքը բաներ որոշված են, լիքը բաներ այդպես գալիս են, ամեն ինչ չի որ հենց մեր քաղաքական գործիչների ձեռքում է։ Մի խոսքով, այս ամեն ինչը շատ խառը եւ գլոբալ ինչ-որ բաներ է, որի մեջ իսկապես չարժի մտնել։ Ես միայն ու միայն խոսում եմ եւ բարձրացնում եմ
այն հարցերը, որոնք որ իսկապես արդեն ինձ sense խեղդում են ցավից, ես հասկանում եմ որ դա նորից ոչ մի բան չի փոխելու, բայց հոգու ճիչա չգիտեմ ինչ որ պետքա մի բան ասում եմ։ Սիլվի, շատ հաճախ դուք երբ ձեր գրառումներն եք կատարում, ես հետևելով դրանց նկատել եմ, որ ձեր անհամաձայնություններն եք շատ դեպքերում հայտնում ներկայիս իշխանությունների կամ տեղի ունեցող իրավիճակների հետ կապված, չմանրանալով եւ առհասարակ գլոբալ մոտենալով այս հարցին, ուզում եմ հասկանալ, դուք հավատում եք, որ կգա մի օր, երբ բոլորս կապրենք ապահով Հայաստանում։ Ոչ։ Ես առհասարակ գտնում եմ, որ երկրագունդը երբեք ապահով չի եղել եւ չի լինելու։ Բայց եթե հետ նայենք տարիներ առաջ, բնականաբար տեղի ունենում իրադարձություններ, բնականաբար լինում էին փոքրիկ պատերազմներ, հա, բայց այսչափ անտեր ամենայն դեպս ես իմ երկրում չեմ զգացել ինձ։ Իսկ ես հիշում եմ, երբ որ ես դպրոցական եմ, ես իմ երկրում զգում եմ ինձ բավականին խորտ։ Միշտ են եղել վատ, միշտ է եղել այստեղ վատ։ Մենք ինչ անկախացել ենք, ես չգիտեմ, երբ որ մենք անկախ չենք եղել, ինչպես է եղել, որովհետև ես ծնված չեմ եղել, բայց մենք ինչ անկախ ենք, մեզ մոտ երբեք լավ չի եղել, երբեք։ Երբ խոսում եք դպրոցական տարիքի մասին, այս պարագայում դուք խոսում եք մենտալիտետի մասին մարդկանց, ովքեր որ ձեր կողքն էին եւ այնպես էին անում, որ դուք ձեր հայրենիքում զգաք խորտ։ Չէ, կոռուպցիաներն էլ ամեն ինչ շատ այո տարանջատումներ կար խավերի, ես հիշում եմ ինչ որ ու դա բավականին sense մատնանշված էր, ինչ որ տարածքներով չէիր կարա անցնել, որովհետեւ տենց չէր կարելի։ Չէ, չգիտեմ, եկեք անկեղծ լինենք, էլի երբեք լավ չի եղել, մենք չխափենք։ Կա այնպիսի քաղաքական գործիչ, ում պատկերացնում եք, որ եթե լինի մեր իշխանության պարագլուխը, կլինի ավելի համեմատական աստիճանով ավելի լավ։ Ոչ, անկեղծ ոչ։ Որովհետև եթե ինչ-որ մեկին էլ վստահում ես, հետո էլի վախենում եմ, որ մեկը էլի տենց ինչ-որ լավ չի լինելու։ Էլի խտրականություններ այնուամենայնիվ լինելու են։ Երբ խոսում ենք Հայաստանի եւ առհասարակ ապահով ապրելու մասին, ուզում եմ նաեւ այդ առումով եւս համեմատականներ անցկացնենք Հնդկաստանի հետ։ Այնտեղ ինչպես է այս առումով։ Դու որպես, այո, քաղաքական առումով, դու որպես քաղաքացի դու զգում ես քեզ ապահով։ Այնտեղ հա երևի։ Բայց տեսեք, այնտեղ երկիրը բավականին մեծ է։ Հասկանում եք, չենք կարող համեմատել, որովհետև այնտեղ եթե կոռուպցիաներ լինեն, իսկ ես վստահ եմ, որ կան ու դա ամենտեղ կա, բայց ինքը երկիրը շատ մեծ է, դա քեզ չի հասնում կամ դա քեզ ինչ որ չափով չի նեղում։ Եթե փոքր լիներ, իհարկե դա շատ ավելի շոշափելի կլիներ, ավելի տենց կլիներ, բայց քանի որ կան շատ անտուն մարդիկ, աղքատություն կա այնտեղ, ուրեմն նշանակում է երկիրը իհարկե ունի խնդիր։ Սիլվի կարողացել ես մինչև վերջ ընտելանալ եւ համակերպվել Հնդկաստանի մենթալիտետին։ Ես հիշում եմ, որ երբ նոր էի ամուսնացել, այդ ժամանակ ձեզ մոտ բախումներ կային։ Հիմա ավելի հանգիստ եք կարծես թե։ Ես հիմա ամբողջությամբ, այսպես ասեմ, համակերպվել եմ Հնդկաստանի հետ։ Անմնացորդ սիրում եմ այդ երկիրը, այդ ժողովրդին, անասելի շնորհակալ եմ այդ երկրին եւ Աստծուն, որ ինձ հնարավորություն տվեց, որպեսզի ես ճանաչեմ այդ ազգին եւ այո, ինչու՞ չէ լինել նրանց մասնիկը եւս։ Հա, ես հիմա լրիվ ադապտացվել եմ Հնդկաստանին, միանշանակ 7 տարի ինձանից պահանջվեց, բայց ամբողջությամբ ադապտացվել եմ։ Իսկ եթե առանձնացնենք, ինչն է ձեզ այնտեղ ամենաշատը դուր գալիս։ Եթե մի հատկանիշ փորձեք առանձնացնել Հնդկաստանի կամ առհասարակ հնդիկների մեջ։ Այնքան բարի են։ Իրանք շատ բարի են, շատ օգնող են, քեզ հետ այնպես են խոսում,
կարծես 100 տարիա քեզ ճանաչում են այդ մարդիկ, բավականին մարդամոտ են, շատ դրական բաներ ունեն իրանք, շատ։ Ու այդ ֆոնի վրա երբ համեմատում ես այս պահին Հայաստանում ապրող մարդկանց, հնդիկներն ավելի բարի են։ Դրա համար զրույցի սկզբում նշեցիք, որ ամեն բան փոխվել է, միգուցե այսպես էլ եղել է, պարզապես դուք այնքան եք բարի մարդկանց շրջապատում եղել, այնքան եք տեսել հնդիկների միմյանց վերաբերմունքը, որ Հայաստանում արդեն ամեն բան ձեզ մոտ խորթ է թվում։ Կարա լինի, որովհետև ես հավատում եմ, որ թե լինի մարդու հետ կապված, թե իրավիճակների հետ կապված, թե նույնիսկ քո իրականության հետ կապված, լինում են շրջաններ, որ մենք ապրում ենք իլյուզիաների մեջ։ Ես հիմա շատ եմ խորացել իրականում հոգեբանության մեջ, էզոտերիկայի մեջ, ամեն ինչի մեջ, եւ իսկապես ես գտնում եմ, որ այո, լինում են շրջաններ, բոլորս ենք դրա մեջ անցնում, ու որից հետո արդեն մարդու մոտ գալիս է հենց այդ հասկանալու enlightened, հա, հայերեն լուսավորվելու, հա, շրջանը։ Հնարավոր է, որ ես ապրել եմ ինչ-որ մի իլյուզիաներով, որ, չգիտեմ, մենք աշխարհի ամենաբարի ազգն ենք, ամենալավ ազգն ենք, չնայած ես հավատում եմ դրան էլ, որովհետև այնուամենայնիվ մենք հյուրասեր ենք, մենք լավն ենք, մենք վատը չենք, բայց հնարավոր է ինձ մոտ շատ-շատ իդեալացված դա, եւ ես չէի կարողանում այդ դրանից կտրվել։ Ինձ համար հայրն է այստեղ ու մնացած բոլորը այնտեղ, իրականում այդպես կար։ Հիմա ավելի ռացիոնալ եմ վերաբերվում, հիմա հասկանում եմ, որ միանշանակ հայեր է այստեղ, միշտ հայեր է այստեղ, իմ Հայաստանը միշտ է այստեղ, բայց այստեղ լինելով հետ կան մարդիկ, որոնք արժանի չեն լինեն այստեղ, իրանք այստեղ են, դու պետքա տեսնես իրանց, որ իրանք այստեղ են։ Այդ պատճառով պետք է սորտավորել ու մի խոսքով հասունացում ես անցնում, էլի հասունացման շրջան ես մտնում ու հասկանում ես, որ այդպես։ Ինչպիսին է Սիլվի Բարկովան որպես մայրիկ։ Ոչ ամենալավ մայրը, միանշանակ, միշտ մեղավոր, չգիտեմ, երեխայից հետո ինձ մոտ միշտ այդ անզգացողությունը կա, որ ես մեղավոր եմ։ Ես ինչ անում եմ ինձ համար թվում է քիչ, կիսատ, ոչ լիարժեք, ոչ լավ, բայց գիտեմ, որ ես լիարժեք իրան սիրում եմ ամբողջ հոգով, ամբողջ սրտով, այդպես չեմ կարող ասել, որ ես լավ մամա եմ։ Ինձ թվում է մամաները ոչ մեկ չի ասի, ես լավ մամա եմ, մենք միշտ մտածում ենք լավը չենք։ Յուրաքանչյուրս այո, գտնում ենք ինչ-որ բացեր, ինչ-որ պակաս, կետեր, միշտ մեզ մեղավոր ենք համարում այս րոպեն երեխայի կողքին չլինելու կամ այս պահին մենք այստեղ ենք, երեխաները այնտեղ են ու իրականում այո, մայրիկները միշտ իրենց մեղավոր են համարում։ Սիլվի, եթե խոսենք դաստիարակության մասին, չնայած ձեր փոքրիկը դեռ 2.5 տարեկան է, բայց որոնք են այն առաջին հատկանիշները, որ սերմանում եք նրա մեջ։ Ավելի շատ երևի խաղաղությունը։ Ես փորձում եմ իրեն ասել, որ հանգիստ լինի, խաղաղ լինի։ Եթե ինչ-որ մի բան ուզում է, կարիքը չկա գոռալու կամ լացելու։ Հանգիստ, խաղաղ նույնպես կարելի է հասնել քո ուզածին։ Երևի առաջին հերթին դա, որովհետև այնուամենայնիվ մեզ բոլորիս այդ խաղաղությունը պետք է, ներսի խաղաղությունը, երբ որ մարդը ինքը խաղաղ է, ինքը հանգիստ է, իր մթնոլորտը արդեն ստիպում է մարդկանց նույն ձևով իր ուզածը տան, իր հետ վարվեն, իր հետ խոսեն։ Երևի առաջինը դա, եւ քնելուց առաջ միշտ ես իրեն ասում եմ, որ ինքը ասի, ես օշնված եմ, ես առողջ եմ, ես ապահով եմ, իհարկե մենք դա անում ենք անգլերեն, բայց այնուամենայնիվ ես ապահով եմ, ես սիրված եմ, successful հայերեն ոնց էր, ես բարգավաճ եմ, պես վերջում ամեն։ Եվ հաղորդման վերջում Սիլվի ուզում եմ իմանալ, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Ես սրա մասին նորից եմ ասել ու ես միշտ կկանգնեմ այս մտքին, հավատարմությունը, որովհետև հավատարիմ մարդը ինքը պատասխանատու մարդ է, կամ երևի, այսինքն իրանք երևի հոմանիշներ են, պատասխանատվություն երևի, այո, պատասխանատու մարդը, որովհետև շեղումներ, սաբլազնի շատ կգան, շատ կգան, այդ արդեն ներսի դաստիարակությունը, ներսի այդ հավատարմությունը
պատասխանատվության զգացողությունն է, որ հետ է պահում քեզ ավել գումար վերցնելու ինչ որ մի վատ բան անելուց, չգիտեմ, պարտներիդ դավաճանելուց, խփելուց, մի խոսքով ամեն ինչից։ Ինձ համար բացարձակ արժեքը դա է, հավատարմությունը, պատասխանատվությունը, որովհետև այդ տեսակ մարդիկ կկարողանան եւ երկիր կառավարեն, ինչի մասին որ մենք խոսում ենք, որ մեզ այդպես էլ չկառավարեցին։ Եվ ընտանիք ունենալ, այո, եւ առհասարակ լինել հասարակության պիտանի էակ։ Շնորհակալ եմ գալու համար, շնորհակալ եմ հետաքրքիր ու բովանդակալից զրույց ապահովելու համար։ Ես ում շնորհակալ հրավերի համար։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։